ու բազմաթիվ հոգևորականներ իրար ավազանի անունով դիմում են։ Կներեք, բայց նույնիսկ կաթողիկոսի անձնագրում ընտրողների ռեգիստրում նշված է Գարեգին երկրորդ, հա, այսինքն կարգն է այդպիսին, որ այլևս նրան չդիմել Ավազանի անունով, հիմա սա արդյոք անարգանք չէ։ Եթե կարգն է այդպիսին, մյուս հոգևորականները են Ավազանի անունով դիմում։ Օծում ստացած հոգևորականներ են, օծում ստացած։ Լիքը մեր շրջապատում հոգևորականներ կան, որ իրար անունով են դիմում, դրա մեջ ինչ վատ բան կա։ Վիրավորանք Ավազանի անունով հոգևորականի դիմելը։ Դե եթե Ավազանի անունով դիմելը օքեյ լիներ, էլ ինչու էին տալիս այդ եկեղեցական անունները։ Դա իր օծյալ անունն է։ Բայց ինչ վերաբերում է եկեղեցու կարգը, վարդապետությունը, մեր գործընկերներն անդրադառնում են, չգիտեմ, Սուրբ Երրորդությունից են խոսում, հոր, որդու եւ Սուրբ Հոգու մասին են խոսում, դավանաբանությունից են խոսում։ Խոր աստվածաբանական հարցեր են, որոնք ես գտնում եմ չպետք է այստեղ անդրադառնալ։ Ժամանակին այո, բայց անցել են երկար տարիներ, 15-16 տարի ունեմ նաև երկրորդ կրթությունը, քաղաքագիտություն, եւ հիմա կարող է հարցեր լինի դժվարանամ աստվածաբանությունից պատասխանել, բայց ինչքան որ գիտելիքներս ներում եմ պատասխանում։ Հիմա ասում են ահություն այդ ամեն ինչ, այդ մեղքի զգացում չկա։ Աստծո առաջ։ Աստծո առաջ։ Ոչ։ Դե օրինակ ասում են խաչական եկեղեցի շինությունը չի, եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին մեր հայ առաքելական եկեղեցու զավակն են, որոնք մենք մեր Աստծո տունը, չէ։ Աստծո տունը։ Ում է պայմանավորված Աստծո տունը։ Հիմա օրինակ որ կոչ են անում Աստծով հարգելի գործընկերներ, խնդրում եմ էլի կանրադառնանք, խնդրում եմ։ Ես ձեզ Նարեկ ջան խոսք էի տվել, որ կանրադառնամ, մի փոքր հաստատ էլի անդրադառնալու եմ, երկար կզրուցենք, խնդրում եմ հիմա Մարշալ, ընդամենը մեկ հարց եմ տալիս, դուք միացել եք, հա, այդ կաթողիկոսին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Ես չեմ ընդունում իրեն որպես վեհապար։ Ինչու՞, կներեք։ Չեմ ընդունում, որովհետև այդ հարցի պատասխանը ես չեմ ստացել, զավակունի թե չէ։ Բայց դա հավատացյալների Եթե ապացուցվի զավակունի մեր ընդդիմությունն ընդունելու է իրան որպես վեհապար։ Այդ հարցը ես ասում եք, եթե ապացուցվի, այսինքն ապացուցված չի։ Խնդրում եմ, հետո կանադառնամ։ Եմ խնդրում։ Դուք ասեցիք, եթե ապացուցվի, այսինքն դեռ ապացուցված չի ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի, թե չէ։ Բայց դուք արդեն այն դիրքերից եք խոսում, որ ունի։ Այն դիրքերից ենք խոսում, նաև այն դիրքերից կարող ենք խոսել, ինչերի մեջ են ներգրավված տվյալ անձինք։ Փաստեր ապացույցներ ունեք, թե զուտ։ Փաստեր ապացույցներ ունենալու համար ներկա պահին ես չեմ կարող պատասխանել, բայց կգա պահը այդ հարցերին է կպատասխանեմ հաստատ։ Գնեք եւ դուք աստվածաբան չեն եղություն էլի։ Փաշինյանի կասկածները հիմք եք ընդունում դուք։ Միանշանակ այո։ Եվ կներեք, էլի մեկ հարցել եւ վերջ պարոն Արշակյան, իրապես վերջին հարցն եմ տալիս։ Արդյոք դա խնդիրներ, եթե կան կուսակրոնության ուխտը խախտվել, դա չպետք է եկեղեցին իր ներսում իրենք ունեն կառույցներ, իրենք զբաղվեն, այլ ոչ թե օրինակ։ Իսկ պատմությունն ուսումնասիրել եք, քանի կաթողիկոսներ են ունեցել, որ գահանքեց են արվել ու ինչի արդյունքում։ Ինչի արդյունքում։ Զավակ ունենալ համարով է գահանքեց եղել այդ։ Կոնկրետ հենց հիմա փաստերով էլի չեմ կարող անդրադառնալ որն է եղել։ Էլի ասում եմ, ես կանրադառնամ այս թեմայի եւս մեկ անգամ ու ես հարցազրույց կտամ, ունեցել են կաթողիկոսներ, որոնք ուխտ են խախտել, որոնք, չգիտեմ, գահազավթած են եղել։ Տվյալ դեպքում գահազավթված է։ Ես այդպես եմ համարում։ Շնորհակալ եմ։